Մեր քոլեջը այն ժամանակ ուսումնարանը հիմնադրվել է 2001 թվականին։ Բավականին քիչ քանակությամբ աշակերտներ ունեինք, հաշվի առնելով Արցախի մենտալիտետը, որ ոչ բոլորն էին ուզում, հատկապես տղա երեխաների ծնողները, որ ոչ բոլորն էին ուզում, որ տղան բարի, այդպիսի հագուստ հագնի։ Բացվել ենք չունենալով բավարար գոնե պայմաններ շենքային, լրիվ այլ տեղեր գտնվում քոլեջի շենքը, բացվել է միանգամից երկու բաժին, դասական պարբաժինը և ժողովրդական պարբաժինը։ Առ այսօր բաժինները կան, գործում են։ 7 թվականին արդեն տեղափոխվել ենք հիմիկվա շենքը, արդեն բավականին լավ շենքային պայմաններ էին։ Տարիների ընթացքում մեր երկու գործող բաժիններին ավելացել է նաև բարիուսուցում բաժինը, որովհետև Արցախի Հանրապետության շրջաններում, գյուղերում, ավաններում հիմնադրվել են բավականին մեծ քանակությամբ արվեստի դպրոցներ, մշակույթի տներ և որպեսզի այդ մասնագետները քաղաքից ստիպված չլինեն գնալ, գալ, բացել ենք այդպիսի բաժին, որպեսզի արագ այդպես 3 տարվա կուրսը անցնի պարուսույցը, որ հետ գնա գյուղում կամ շրջկենտրոնում պար դասավանդել։ Ծանրաբեռնվածությունը ստեղ շատ ավելի շատ է։ Եթե 5-րդ դասարանի աշակերտը հանրակրթական դպրոցում օրական անցնում է 5-6-7 ժամ, այստեղ 8-9-10 ժամ և տեսնում եք ինչպիսի ծանրաբեռնվածություն է։ Այնուհետև ֆիզիկական տվյալները, ֆակտուրան պետք է համապատասխանի, երաժշտության հետ պետք է այսպես ասած բարեկամություն անի երեխան և պետք է պարբերաբար հետևի իր արտաքին տեսքին և քաշին։ Մենք պարբերաբար երեխաների դա ամենածանր պահերը, երբ որ բուժկետ պետք է գնան քաշը ստուգելու համար, դա միշտ երեխաները վախելով, որ այսպես հանկարծ չավելանան, որ պարուսույցի կողմից նկատողություն չստանան։ Լինում է, որ ուսման ընթացքում երեխան ստանում է ինչ-որ վնասվածք և պարզվում է, որ չի կարա երեխան դառնա պարող, այդպիսի երեխաները հեռանում են, որոշակի պահանջներ ունի, բավականին բարդ պահանջներ, դա սպորտ է և բավականին ծանր սպորտ է։ Մասնագետները մեր հպարտությունն են։ Մենք ունենք վաստակավոր արտիստներ, Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստներ, Հանրապետության լավագույն պարուսուցիչներն են աշխատում Պարարվեստի քոլեջում և դա բնական է, միակ պրոֆեսիոնալ ուսումնական հաստատությունն է, որտեղ հնարավոր է պարը սովորել և ստանալ համապատասխան ավարտական փաստաթուղթը։ Թիմ է աշխատում այստեղ, ընտանեկան այսպիսի մթնոլորտում աշխատում է մի շատ գեղեցիկ թիմ։ Ինչպես տեսնում ենք, մենք գտնվում ենք Պարի պետական համույթի դահլիճում։ Մեր դահլիճները մի քիչ փոքր են և նման միջոցառումների համար, որ ասենք համերգից առաջ փորձ է և մասնակցում է ամբողջ քոլեջը, դահլիճները փոքր են և մենք անպայման այստեղ ենք և դա մեզ համար խնդիր չէ։ Այսինքն հիմնադրման օրվանից մենք բարեկամ ենք Պարի պետական համույթի հետ, այն ժամանակ Աշոտ Արաքելիչի հետ, հիմա Ռաուլ Բաբայանի հետ, իդեպ Ռաուլ Բաբայանը դասավանդում է մեզ մոտ դասական պար։ Մենք ունենք բավականին գրագետ, լավ մասնագետներ, որոնք իրենց փորձը փոխանակում են, ամեն օր փոխանակում են մեր երեխաներին։ Занимаюсь я хореографией с 1980 года. Работать я начала в государственном ансамбле песни и танцы Нагорного Карабаха, тогда это называлось так. Параллельно работала в Доме пионеров. Потом стала работать хореографом в школе искусств, в Доме детского творчества. Вот. Ну и с 2001 года я работаю в хореографическом колледже. Привлечь детей к
к искусству, культуре, к этому прекрасному виду искусства, как танец. Ведь танец – это замечательная вещь, можно выразить свое состояние без слов. Какой-то определенной цели нет. Вот когда открыли хореографическое училище, вот тогда у нас была цель готовить грамотных танцоров для ансамбля танца Арцаха. И, собственно говоря, вот уже много лет ансамбль Арцаха пополняется кадрами, грамотными кадрами. Չորս տարի սովորել եմ Պարարվեստի քոլեջում, ավարտել եմ ժողովրդական պարբաժին որպես անսամբլի արտիստ։ Նույն թվականին 2007 թվականին ընդունվել եմ որպես պարուսույց արդեն։ Ուսումս շարունակել եմ Երևանում, մանկավարժական համալսարանում, Պարարվեստի մանկավարժություն բաժնում։ Հետո սկսեցի աշխատել որպես ազգերի ժողովուրդների բաժնում, որպես պարուսույց։ Պարարվեստի քոլեջում հիմնականում մեր երեխաները տարբերվում են, կարելի է ասել, մնացած դպրոցների երեխաներից, որը բնական է, թե կեցվածքով, թե իրենց առօրյայով, որովհետև այստեղ ոչ միայն հանրակրթություն են անցնում, ոչ միայն պար են անցնում, այլև թատրոնի պատմություն, բալետի պատմություն, այսինքն մեծ աշխարհայացք է ձևավորվում։ Ամեն դահլիճ մտնելուց փորձում են լինել ավելի լավը, որովհետև գիտեն, որ ուրիշ տարբերակ չունեն, պիտի լինեն լավը, որպեսզի բեմում հանդես գան որպես արտիստներ։ Ավարտելուց հետո լավագույնները ընդունվում են Պարիպետական համույթ։ Տղաների քչությունը իհարկե խանգարում է մեր աշխատանքում, կուզենայինք ավելի շատ լինեին, բայց բարեբախտաբար եղածները շատ լավն են, փորձում են իդեալական վիճակի հասնել այս տարիների ընթացքում։ Я уже заканчиваю свой 4-й год обучения в хореографическом колледже. Уже закончила. Сейчас у нас идут подготовки к отчетному концерту. Все очень устаем, но это все нам не в тягость, потому что это все делается с удовольствием. За эти 4 года это были просто, могу, по крайней мере, сейчас сказать, лучшие годы в моей жизни. Я очень рада, что училась здесь у этих прекрасных учителей, и те знания, которые они нам дали, с каким трепетом они к нам относились, это все, надеюсь, окупится, обязательно окупится. И здесь нас и воспитывали, и обучали в любви всегда. И я очень счастлива, что мы учились все-таки здесь. И несмотря на все сложности, на ситуацию в нашем Арцахе, мы все равно каждый год выходили на сцену, показывали то, чему научились, так как в основном у нас нет солисток, то есть у нас ансамбль, можно сказать. Мы все, самое главное, должны сохранять синхронность, друг друга чувствовать и, как нам всегда говорят учителя, вместе дышать. Երեխաները այստեղ սովորում են մեր մշակույթը պահպանել, սովորում են մեր ավանդական պարերը, դա արդեն մեծ աշխատանք է հետագայում մերը պահպանելու համար։ Ժամանակին մենք բարբերաբար դուրս էինք տանում երեխաներին,
Մասնակցել ենք տարբեր միջազգային մրցույթների, փառատոների, բերել ենք ոսկի եւ Բուլղարիայից, եւ Գյումրիից, այնպիսի անվանակարգերում, ինչպես օրինակ մոդեռն կամ ինչպես դասական պար, ընդ որում մրցակցել ենք բավականին ուժեղ պարողների հետ։ Բայց հիմա հասկանալի պայմաններով չէ կարողանում երեխաներին հանել դուրս եւ ամեն ինչ այստեղ ենք կազմակերպում։ На самом деле, довольно-таки сильно мы в зале устаем, но это не замечается в процессе работы. Это уже когда приходишь домой, тогда уже валишься с ног. Но здесь все проходит с удовольствием. У нас замечательные дети. Вы знаете, я как-то раньше этого не замечала, но всегда, когда кто-то приезжал, будь то с Еревана, с России, из-за границы, первое, что они говорили: боже, какие у вас красивые дети. Я смотрю, дети, наши обычные дети. Но потом, да, вы знаете, необычные дети. У нас очень талантливые дети. Я не знаю, это земля, воздух, это все вместе. И работать с ними, конечно, одно удовольствие. Честно говоря, после войны был такой период, а кому это все нужно, да? Вот эти танцы, танцульки и так далее. Был такой период, очень тяжело было после этого снова зайти в зал, включить музыку. А потом думаешь, ну, людям же надо где-то подзаряжаться. Очень хорошо про это сказал Николай Цискоридзе, премьер Большого театра. Когда он получил травму, это случилось во Франции, он просто разбил себе колено. Танцевать уже не мог, оперировал его замечательный хирург. И вот он говорит этому хирургу: ну, я, оказывается, всю жизнь занимался не тем. Вот вы, да, вы спасаете людей, восстанавливаете. А что я? На что ему хирург сказал: а вы знаете о том, что вот мы хирурги, профессора, академики и прочее, когда у нас садятся батарейки, когда нам кажется, что уже все не вмоготу, мы обращаемся к культуре, мы идем слушать музыку, мы идем смотреть балет, мы идем в галереи смотреть картины, так что вы нужны всегда, в любое время, а в такое тяжелое время тем более. 20 թվականից հետո մի քիչ շատ ավելի դժվար էր աշխատելը, հատկապես երաժշտությունը, պարը, բայց մեր աշխատողներն ամեն օր ասում են, ինչ լավ է, որ ստեղ ենք աշխատում։ Մենք կորցրել ենք եւ մեր պարուսույցին, Կարեն Բարիսովիչին, եւ մեր շրջանավարտին, Սերոյին, Աղաբեկյան Սերոյին։ Եվ այս տարի մենք թողարկում ենք հենց Կարենի ուսանողներին։ Պատկերացրեք ինչքան դժվար է եւ վերջի զանգի ժամանակ եւ նախապետական քննությունների ժամանակ, բայց այդ բոլորը պետք է հաղթահարենք։ Մեր Կարենի հիշողության համար եւ հազարավոր այլ Կարենների, որ հատակվել են հանուն նրան, որ մենք պետք է ապրենք, պետք է արարենք, ստեղծագործենք, ինչ որ մենք այսօր անում ենք։ После 2020 года сложно, конечно. И для педагогов, и для детей. Мы стараемся делать вид, во всяком случае, я, и думаю, что мои коллеги. Ничего такого не произошло, без паники. Продолжаем работать, как и работали, даже лучше. Единственное, что, может быть, от того, что мы стали как-то более внимательнее к детям и при возможности, во всяком случае, считаем нужным обязательно каждый раз подчеркнуть, что надо сделать все, чтобы смерти этих детей не прошли даром.
Շրջափակման պայմաններում աշխատելը իհարկե կրկնակի դժվար էր, որովհետև մենք, ինչպես գիտեք, այստեղ կազմակերպում ենք սնունդ երեխաների համար, անվճար սնվում են երեխաները օրական 2 անգամ, իսկ սկզբնական շրջանում, երբ որ ճանապարհը փակվեց, նույնիսկ հնարավոր չէր սնունդը կազմակերպել երեխաներին, առավոտից մինչև իրիկուն երեխաները այստեղ էին, ցուրտ է եղել բավականին, մեր դահլիճները կիսանոկողային հարկում են գտնվում եւ շատ դժվար էր այդ երեխաների հագուստը տեսնում եք, բավականին թեթև հագուստ է եւ օրը 4-ից 6 ժամ աշխատում ենք, բայց առանց տրտնջալու, առանց բողոքելու եւ ավելի լավ արդյունք ենք ստացել։ Հակառակ ամեն մի դժվարության աշխատել ենք եւ արդյունքները իսկապես շատ ավելի լավն էին, քան նախկինում։ Ընթանում է մեր հաշվետու համերգի նախավերջին փորձը, հաջորդը կլինի երիտասարդության պալատում եւ տեսնում եք, թե ինչպիսի ուշադրությամբ է փորձին հետևում գեղարվեստական ղեկավարը Մեհեր Բաբայանը, Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ Մեհեր Բաբայանը, որտեղ ամեն ինչի պատասխանատուն ինքն է։ Ցանկացած շարժում, ցանկացած ինչ-որ մի վրիպում, դա արդեն ինքն է ամեն ինչի համար պատասխանատու։ Այդ դրա համար ամենալարվածը, ինչպես երևում է, իր աշխատանքն է։ Պարտադիր մենք ունենք հայկական բարեր, պարտադիր բաժինը աշխատում է եւ պարտադիր ունենք ծրագրային հայկական բարեր, որոնք կրկնվում են տարեց տարի, այդ բարերը կան, ապրում են, վաստակավոր պարուսույցների բեմադրություններ են, որոնք պահպանում են մեր պարուսույցները։ Ունենք Աշոտ Բաբայանի ստեղծագործություններից, բարերից, որ հավաքել է հատ-հատ Արցախի գյուղերից, այդ շարժումները պահում ենք նաեւ դա։ Ունենք դասական համարներ, դասականը բարի այբուբենն է եւ դա պարտադիր պետք է լինի։ Բավականին բարդ է դասականի հետ աշխատելը, որտեղ չունենք համապատասխան բեմ, բայց պարտավոր ենք ցույց տալ եւ աշխատել դասականի հետ, աշխատում ենք։ Եվ ունենք ժողովբնորոշ բարի մի մեծ բլոկ, ունենք աշխարհի տարբեր երկրների բարեր։ Մեր գեղարվեստական ղեկավարի վարպետության շնորհիվ այդ բարերի ակադեմիականությունը, այսինքն պրոֆեսիոնալիզմը աշխատում ենք պահել։ Միշտ ունենք շատ ջերմ հանդիսատես։ Մենք ցուցադրում ենք ոչ միայն հայկական ժողովրդական բարեր, այլ նաև հատվածներ բալետներից, որը ինձ թվում է մեր հանդիսատեսը ծարավ է նման բաների։ Ցուցադրում ենք ազգերի ժողովուրդների բնորոշ բարեր, այսինքն բազմազան են մեր ծրագրերը։ Самое главное – это давать себе психологический отдых, потому что если этого не делать, можно от всего устать. Но бывают моменты, когда у нас все происходит очень быстро. Мы не должны давать себе отпускать, отдыхать. Поэтому нужно всегда быть собранными и всегда понимать, что то, что я делаю сегодня, это будет результатом моего завтра. И поэтому каждый день должен быть порежимно и желательно без травм. Я всегда детям говорю, ничего страшного, если из вас не получится танцоры, какие-то замечательные, большие танцоры. Я хочу вас видеть прежде всего счастливыми мамами, счастливыми сестрами, счастливыми женами. Это если я работаю с девочками, я всегда им об этом говорю. Главное, чтобы у вас в жизни было все
хорошо. Иногда где-нибудь вдруг увидела девочку, ну я-то их выпускала, например, когда работала еще в школе искусств, выпускала их 12-летними. И теперь идет по городу уже женщина с ребенком, и потому как она идет, какая у нее осанка, думаешь, это наша. Взглянешь, ну, конечно, наша. Это что-то дает. Это кроме осанки, дисциплины, конечно же, это дает. Самая большая мечта, придя сюда, это было всему научиться, конечно же, поднять уровень и, конечно же, попасть в государственный ансамбль, в котором я уже 2 месяца как состою. Можно сказать, моя мечта исполнилась. И я желаю, чтобы всем деткам, которые сюда приходят, и их обучение проходило так же хорошо, и у них тоже сбывались их мечты. Ունենայինք ավելի մեծ դահլիճներ, որովհետև հիմնականում ավարտական կուրսերի հետ փոքր դահլիճներում աշխատելը շատ դժվար է։ Հետո եթե այդ բեմադրությունը պետք է գնա մեծ բեմ, արդեն դժվարություններ են առաջանում։ Այդ պատճառով ավելի լավ կլիներ, որ ունենայինք մեծ դահլիճներ, ունենայինք մեծ բեմ, թատրոնի շենք։ Պարարվեստի քոլեջի հաջողության գրավականը նախ նրանում է կայանում, որ 20 թվականի նոյեմբերին, երբ որ շատերը գուցե մտածում էին հետ գանք, Ղարաբաղ չգանք, լավ կլինի, վատ կլինի, ես միշտ հպարտությամբ ասում եմ, ես չունեցա մի աշակերտ ուսանող եւ մի աշխատող, որ չգար։ Հենց ես ասել եմ, աշխատանքը սկսում ենք, եկեք մի անգամից բոլորն այստեղ են, մինչև օրս բոլորն այստեղ են, թիմը մնում է, աշխատում է, մտադրություններ չունի լքի Արցախը, աշխատում ենք, որպեսզի ապրենք այստեղ, ուզում ենք ապրել հայկական բարը Արցախի հողի վրա։ Своим трудом, своей учебой мы доказываем, что мы были, мы есть и мы будем.